на судебном процессе по делу граждан Армении. Ադրբեջանում հայերի նկատմամբ 3 կայացված ծանր դատավճիռներից մեկ օր անց ոչ վարչապետի աշխատակազմից, ոչ արտգործնախարարությունից որևէ արձագանք չկա։ Փորձեցինք պարզել, սպասվում է հայտարարություն։ Միևնույն է լռությունը չխախտեցին։ Обвиняемый Араик Арутюнян окончательно приговорен к пожизненному заключению. Обвиняемый Давид Бабаян окончательно приговорен к пожизненному заключению. Подсудимый Левон Насакянян окончательно приговорен к пожизненному заключению. Բաքվի ռազմական դատարանում 3 ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին։ Այդ երկրի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել։ Մյուս 8 հայերը 15-ից 20 տարվա պատժաչափ ստացան։ Հետևաբար մենք չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը մենք չենք կարող փոխել։ Մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ եւ բարգավաճ ապագա կերտելու վրա։ Ծանր հանցանքների պատերազմ վարելուց մինչև ահաբեկչության համար մեղադրվող հայերին Բաքուն դատեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների այն հայտարարությունների ֆոնին, թե տասնամյակներով հակամարտող հարևանները խաղաղություն են հաստատել։ Ինչպես են իշխանական падգամավորները գնահատում սա։ Խաղաղությունն այսպես է ամրապնդվում։ Մեկ տասնյակից ավելի падգամավորի փորձեցինք հարցն ուղղել, բայց նրանք զանգերին չէին պատասխանում։ Միակ падգամավորը, որ համաձայնեց արձագանքել, կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էր։ Ես հիմա ձեզ ավելի շատ բան չունեմ եմ ասելու, քան մենք ասում ենք օրինակ նույն Վագիվ Խաչատրյանի դատավճռից հետո ու իմ ասելիքը հետևյալն է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը անշեղորեն ու անդադար աշխատելու է մեր հայրենակիցների Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու հարցի շուրջ։ Անշեղորեն ու անդադար առանց դրացի ջահմուկի ու առանց դրա հանրայնացման։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունից Արթուր Խաչատրյանի գնահատմամբ այժմ Ադրբեջանի բանտերում գտնվողներին վերադարձնելու իրական նպատակ իշխանությունը չունի։ Պատգամավորի կարծիքով բացի այն, որ հիմա դատապարտող հայտարարություններ պետք է լինեին, այլ նաև հարաբերությունները կարգավորելու համար պիտի կոնկրետ հարցեր առաջ քաշվեին։ Այդ թվում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակումը։ Բայց մենք ունենք Նիկոլ Փաշինյան, ով նախորդ օրը գնացել եւ եղբայրացել է Ալիևի հետ, ընտանիքներով բեմ են բարձրացրել, իսկ 24 ժամ հետո Ալիևը այդ մարդկանց դատապարտել է ցմահ բանտարկության։ Վերջը հասկանում ենք, որ նույն Բակո Սահակյանի կամ Արկադի Ղուկասյանի պարագայում 20 տարին դա նույն ցմահ ազատազրկումն է։ Իշխանությունը համարում է, որ խաղաղության հաստատմամբ է հնարավոր լուծել թե Բաքվում պահվող հայերի վերադարձի, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների մյուս բաց հարցերը։ Մինչդեռ Բաքվում հայ գերիների հետ տեղի ունեցածի համար ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը քննադատում է Հայաստանի իշխանությանը։ Գլխավոր հարցը գործող իշխանության քաղաքական գիծն է, որը նպաստել է ոչ միայն Արցախի ադրբեջանացմանն ու հայերի բռնագաղթին, այլև մարդկանց հասցրել է ադրբեջանական գերության։ Բաքվում հայ գերիների հետ պատահածի համար գործող իշխանությանն է մեղադրում նաև ընդդիմադիր Լուսավոր Հայաստանի ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանի կաբինետում հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Էդմոն Մարուկյանը նշել է մեջբերեմ. Ադրբեջանում ցմահ դատապարտվել է Հայաստանի վերջին 35 տարվա կյանքը։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այսպես կոչված խաղաղության գործընթացի մասին։